պաշտպանական կողմի մյուս մասնակիցները, եթե ցանկանում են արտահայտվել, կարծում Պատվարժան դատարան շատ համառոտ անդրադառնա, որ Արտուր Սարգսյանի խափանման միջոցի սահմանափակումները միայն իր իրավունքներին չեն վերաբերում, այսինքն միայն մասնավոր շահի չեն վերաբերում, առկա է նաև հստակ արտահայտված հանրային շահը, այն առումով, որ ազգային ժողովի պատգամավորը պետք է հնարավորություն ունենա որևէ կերպ մասնակից լինելու այն պարտականությունների կատարմանը, որի համար քվի է ստացել ընտրողից։ Մեղադրանքի կողմը խնդրում։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, մի հանգամանքի վրա եմ ուզում շեշտադրում կատարեմ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ-քրեական դատարանը որոշումը կայացրել է ըստ էության վերանայելով սույն դատարանի նույն տարվա հոկտեմբերի 16-ի որոշումը, որով դատարանը որոշել էր Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել։ Եվ ըստ էության ներողություն, որով դատարանը որոշել էր մերժել պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը եւ ըստ էության ստացվում է, որ ընդամենը հոկտեմբերի 16-ին կիրառված խափանման միջոցի, պայմանականորեն հոկտեմբերի 16-ին կիրառված խափանման միջոցի եւ դրանով պայմանավորված սահմանափակումները վերանայելու միջնորդություն է ներկայացվում, թեև որ որոշումը կայացվել է դեկտեմբերի 1-ին։ Եվ ըստ էության հոկտեմբերի 16-ից հետո առ այսօր որևէ փոփոխություն, որևէ իրադրության փոփոխություն, որևէ նոր հանգամանք չի եղել, որը դատարանին կարող է հայտնի դառնալ եւ հիմք հանդիսանալ, որպեսզի այս ժամանակամիջոցը անցած լինելու պայմաններում եւ որևէ փոփոխություն եղած չլինելու պայմաններում վերանայի հոկտեմբերի 16-ին ընդունված կիրառված սահմանափակումները։ Դրան գումարած նաև այն, որ ընդամենը օրեր առաջ է այդ որոշումը կայացվել, որով Վերաքննիչ դատարանը կիրառելով նոր խափանման միջոց, կիրառել է նաև այդ սահմանափակումները։ Ընդ որում մեղադրանքի կողմը բողոքարկել է նաև նախորդ որոշումը Վերաքննիչ-քրեական դատարանի, որով վերացվել էին Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ուստի գտնում ենք, որ սահմանափակումները վերացնելու եւ վերանայելու որևէ իրավաչափ հիմքեր այս պահի դրությամբ առկա չեն։ Այդ հարցերը կարող են քննության առարկա դարձվել խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու կամ փոփոխելու հարցի քննարկման ընթացքում։ Ուստի խնդրում եմ պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը մերժել։ Անկանում եք արտահայտվել։ Ես ուղղակի արտահայտվեք, հետո ես Պատվարժան դատարան, ես բոլոր դեպքերում լսեցի հանրային մեղադրողների դիրքորոշումը, ինձ համար բնավ որևէ հանգամանք զարմանալի չէ, բնական է պետք է առարկեն ավաղ, բնական ասելով խտրությամբ եմ դա ասում։ Ինչևէ, հոկտեմբերի 15-ի որոշումը դատարանի վերաբերել է օգոստոսին կիրառված խափանման միջոցի նոր ի հայտ եկած փաստարկի հիմքով վերանայելու, որը դատարանը մերժել է եւ այդ մերժումը բեկանվել է Վերաքննիչյանի կողմից։ Հիմա եթե մենք համարում ենք, որ տնային կալանքի ժամկետը չի լրանում դեկտեմբերի 8-ին, եկեք շարունակենք այդպես։ Եթե համարում ենք, որ լրանում է ու հիմա պետք է նաեւ խափանման միջոցի հարցի երկարաձգման հարցը քննարկենք, եկեք այս միջնորդությունը միաժամանակ դրա հետ քննարկման առարկա դարձնենք։ Ես ի սկզբանե խոսքի սկզբում դա արձանագրեցի։ Եվ մի բան է, Վերաքննիչյանը ոչ թե գնահատել է այն հանգամանքը տեսակցությունների, որը հիմա ներկայացնում, այլ որոշակի իմաստով դրանից զրկված է եղել։ Այս հանգամանքը ես ներկայացնելով կարծում եմ, որ հենց վարույթ իրականացնող մարմինն է, որ դա տիրապետում է։ Տիրապետել ինչ իմաստով։ Առաջին, Վերաքննիչյանը տեղեկացված չի եղել, որ այս ժամանակահատվածում Արտուր Սարգսյանին տեսակցել են 20-ից ավելի անգամներ պատգամավորներ։ Այս հանգամանքը հասու չի եղել։ Իդեպ դատարանին էլ հոկտեմբերի 15-ին դա հասու չի եղել, որովհետև այդ հնարավորությունը ընձեռվել է հոկտեմբերի 26-ից։ Հիմա այս իմաստով կարծում եմ, սա մեկ հանգամանք, որ հենց վարույթ իրականացնող մարմինը կարող է գնահատել այս ողջ ժամանակահատվածում, երբ այդքան պատգամավորներ տեսակցել են Արտուր Սարգսյանին, նվազագույն ռիսկի հանգամանք դրանից ի հայտ եկել է, թե ոչ։ Այն, որ մենք իրավական վեճ կարող ենք ունենալ, վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել, մենք էլ հələ կարող է մեր բողոքները ներկայացնենք, դա այլ հարց է, բայց բուն գործնական իրական կյանքում մենք ինչ ենք տեսել։
2025 թվականի ամբողջ նոյեմբեր ամիսը ստացվում է, Արթուր Սարգսյանին տեսակցել են падգամավորներ, որը ոչ մի բացասական նշանակություն կամ հետևանք գործի ընթացքի վրա չի ունեցել։ Սա մեկ։ Երկրորդը, պատվարժան դատարան, եթե հանրային մեղադրողները Արթուր Սարգսյանի մերձավոր ազգականների, այսինքն հարազատ քույրերի, հարազատ եղբոր ընտանիքի հետ կապված խնդիր են տեսնում, թող ինձ ասեն, օրինակ ինչի համար իրենք չկարողանան տեսակցել ու պայմանական պատվարժան դատարան միասին իրենց մեծ ընտանիքով չհավաքվեն իրենց տանը։ Օրինակ դրանից ինչ կլինի սույն քրեական բարույթի հետ։ Այն պայմաններում, երբ հատուկ ընդգծում են, որևէ առնչություն չունեն այս քրեական բարույթի հետ։ Իդեպ հիմնական մասն են, երբ ասում եմ մեծ ընտանիք, հիմա օրինակ եղբոր երեխաները կամ քրոջ երեխաները մի մասը մանկահասակ են։ Մանկահասակ երեխաները պետք է ինչի համար չտեսակցեն իրենց մերձավոր ազգականին։ Եթե դրա վերաբերյալ փաստարկ կա, ես լսեմ, իրական կարող է օրինակ ես էլ եմ դիրքորոշումս փոխում, օրինակ ասում եմ, որ Հավետ Սարգսյանի մանկահասակ երեխաները թող հանկարծ չգան տեսնեն Արթուր Սարգսյանին, որտեղ կարող է օրինակ չգիտեմ, ես իդեպ դա չեմ ասել, բայց հիմա երևի ստիպված եմ ասել, ես չեմ բացառի, որ կարող է իրենք ջրի ատրճանակներ ունենան եւ դա ունենա իր իրավական հետևանքները։ Ես դա չեմ բացառում, ի սկզբանե հիմա հայտնել։ Բայց կարող է ձմեռով դա անեն, որը այլ բան լինի։ Շնորհակալություն պատվարժան դա։ Ես մեկ հարց, որոշումը ձեզ մոտ կա վերականիշ քրեական դատարան։ Կա ձեզ մոտ արկա։ Ինչի համար եմ այս նշում, որովհետև վերականիշ քրեական դատարանը նշել էր հետևյալը. նախ դուք 20 միլիոն դրամի վերաբերյալ պատճեն պատճեն ասա, այն օրինակը կներկայացնեք, բարի, երկրորդը, քանի որ սենց անջատված եք, անջատված ուղղակի մի մասն է որոշումը, դատարանը չի ստացել դեռևս այդ որոշումը, անջատված մի մաս է այստեղ պատճենի տեսքով ներկայացվել, որում նշված է հետևյալը. Տնային կալանք 3 ամիս ժամկետով գրավ 20 միլիոն դրամի չափով, խափան միջոցներ համակցված կիրառելով։ Այդտեղ նշվել է հետևյալը. պաշտպան Վարդևանյանի միջնորդությունը բավարարել Երևան քաղաքի առաջնահերթյան Ընդհանրասյան քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ԵԴՄ 2887-25 թվագիր որոշումը բեկանել մեղադրյալ Արթուր Լավրենտի Սարգսյանի ծնված 1978 թվականի ապրիլի 28-ին Սիսիան քաղաքում ազգությամբ քաղաքացի նախկինում շտատված ամուսնացած խնամքին 4 անչափահաս երեխա հաշվառված Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ես դժվարությամբ եմ կարդում, որտեղ տպածը մի փոքր բան է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ազոյան փողոց 11-րդ տանը բնակվում է Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 8 տանը հանդիսանում է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր նկատմամբ որպես խափան միջոց համակցված կիրառել տնային կալանքը եւ գրավ 20 միլիոն դրամի չափով մեղադրյալ Արթուր Սարգսյանի տնային կալանքը պետք է կրի փաստացի բնակության վայրում Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 5-րդ տանը Արթուր Լավրենտի Սարգսյանին արգել են տնային կալանքի ընթացքում ունենալ նամակագրության հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ձևերից, այդ թվում փոստային առաքանուց, բացառությամբ պետական մարմիններից ստացվող փոստային առաքանների շփում ունենալ այլ անձանց հետ, բացառությամբ իր հետ համատեղ բնակվող անձանց եւ իր պաշտպանների։ Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտապ բժշկական օգնության, իրապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում հարկավոր ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի։ Մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված տնային կալանքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ պրոբացիայի ծառայությանը գրավի գումարի
գրևի գումարը երրորդյա ժամկետում ենթակա վճարման վերաքննիչ քրեական դատարանի արտաբյուջետային դեպոզիտ հաշվին Արտուր Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց կիրառված կալանքը վերացնել։ Հիմա կալանքը վերացվել է, փոխվել է, վերացվել է, տնային կալանք ընտրվել, սկիզբը երբոնից է հաշվել, այս սկիզբը ինչի համար եմ այս ասում, որովհետև Փութին մենք գիտենք լրանում է, այդ որոշումը բեկանվեց, հիմա հաշվարկցումը կատարել, ինչ արել, պատճառաբանական մասը արկա չէ ինձ մոտ, որպեսի Պատվարժան դատարան կարող ենք ընդմիջել պատճառաբանական մասը հասու լինի, բայց դրա վերաբերյալ ես առնվազն հիշատակում չեմ տեսել, իմ մեկնաբանությունը հետևյալն է, քանի որ փաստացի նոր ի հայտ եկած հաղթարկի հիման վրա միջնորդությունն է վերջո բավարարվել, իսկ նոր ի հայտ եկած փաստարկը վերաբերում էր օգոստոսին դատարանի կողմից որոշված եւ կիրառված խափանման միջոց կալանքին։ Այս տրամաբանության ներքո իհարկե պետք է կալանքը կրված ի հաշիվ արդեն տնային կալանքի փոխ լրացնեն։ Սա է։ Այո, որ տնային կալանքի ժամկետը Այո։ Ես պատվարժան դատարան դեկտեմբերի 8-ին, ճիշտ եք հասկանում։ Ես պատվարժան դատարան կարող էի այլ մոտեցում որդեգրեի, պայմանականորեն այս խնդրի մասին պարզապես չհիշատակեի, հետո որոշակիորեն փաստի առաջ փորձեի կանգնացնել առնվազն այս մեկնաբանությամբ։ Քանի որ նման նպատակ երբևէ որևէ գործով չեմ ունենում, այդ իսկ պատճառով հենց հստակ բաց այս մեկնաբանման հանգամանքը ես ինքս բացահայտեցի։ Եթե կա այլ մոտեցում սրա վերաբերյալ, քավլիցի քննարկենք, բայց ես առնվազն դատական ակտից դա եմ հասկանում։ Քանի որ իդեպ պատճառաբանական մասում նաև վերաքննիչ քրեական դատարանը հղում է տվել թե մարդու եվրոպական դատարանի նախադեպային որոշմամբ արձանագրված եւ սահմանադրական դատարանի որոշմամբ հիշատակված հանգամանքին, որ կալանքը եւ տնային կալանքը իրենց իրավական հետևանքների ինտենսիվությամբ համադրվում են։ Կարծում եմ դա էլ պատահական չի այս իմաստով մեկնաբանման։ Այսքանը շնորհակալություն։ Լավ, մեղադրանքի կողմը։ Պատվարժան դատարան փոքր-ինչ տարբերվող կարծիք ունի մեղադրանքի կողմ այս հարցի կապակցությամբ, իհարկե որոշողը դատարանն է լինելու ի վերջո, հարցը իրականում հետաքրքիր է, բայց մի կրկին վերադառնանք այն հարցին, թե ինչ որոշում է կայացրել վերաքննիչ քրեական դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ըստ էության վերաքննիչ քրեական դատարանը վերանայել է սույն դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը, այսինքն եւ փոփոխել է այդ որոշումը, բեկանել է եւ փոփոխել է, կայացրել է տարբերվող դատական ակտ։ Այսինքն մենք պետք է ընկալենք, որ իրավական համակարգում գոյություն ունի 2025 թվականի հոկտեմբերի 16-ին կայացված դատական ակտ, որով Արտուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը կընտրվել է որպես խափանման միջոց եւ վերացվել է նրա նկատմամբ կիրառված կալանքը։ Այսինքն տնային կալանքի ժամկետը ըստ էության պետք է հաշվել 2025 թվականի հոկտեմբերի 16-ից, քանի որ փաստացի նա գտնվել է կալանքի տակ առ այսօր դեկտեմբերի 1-ը եւ դա պետք է մեկնաբանվի հօգուտ Արտուր Սարգսյանի եւ հոկտեմբերի 16-ից մինչ դեկտեմբերի 1-ը տնային կալանքը ընտրելու պահը կիրառված կալանքի ժամկետը հաշվարկցվի նրա նկատմամբ կիրառված տնային կալանքին եւ հոկտեմբերի 16-ից էլ հաշվի ժամկետը։ Բացի այդ, կարծում ենք, որ չի կարող մեկնաբանվել այն տրամաբանությամբ, որը ներկայացվեց պարոն Վարդևանյանի կողմից նրանով պայմանավորված, որ մյուս մեղադրանների պարագայում պատվարժան դատարանը այլ խափանման միջոցներ կիրառելիս հայտարարում էր, որ նոր ընտրված խափանման միջոցը ուժի մեջ է մտնելու նախկինում կիրառված կալանքի ժամկետը լրանալու օրվանից։ Այս պարագայում նման դիրքորոշում վերաքննիչ դատարանի որոշման մեջ չկա, ինչպես պատճառաբանական մասում, այնպես էլ եզրափակիչ, հետևաբար պետք է հիմք ընդունվի որոշման կայացման օրը։ Մեր դիրքորոշումը կայանում է հետո սրան։ Եթե թույլ գտնեք փոքրիկ լրացում պատվարժան դատարան, մեր դիրքորոշումը պայմանավորված է հետևյալով, եթե այսպես թեորետիկ ընդունենք, որ հոկտեմբերի 16-ին պատվարժան դատարանը բավարարել պարոն Վարդևանյանի միջնորդությունը եւ ասել տվյալ պահից արդեն Արտուր Սարգսյանի նկատմամբ
խափամիջոցը փոխվում է եւ կիրառվում է տնային կալանքը, բնականաբար այդ պայից էր խոսելու, մենք չէինք ասելու, որ այս պայեն փոխվեց տնային կալանքը, չէ, եւ դրանից հետո դեկտեմբերի 8-ին ամեն դեպքում ժամկետը լրանում է։ Հիմա մեր դիրքորոշումը հենց սրանով է պայմանավորված։ Ըստ էության վերաքննիչ քրեական դատարանը ինչ է ասել, ասել է հոկտեմբերի 16-ին դատարանի կողմից առաջնահերթանի դատարանի կողմից կայացված որոշումը իրավաչափ չէ եւ պետք է բավարարել եւ կիրառվեր տնային կալանքը։ Այսինքն այդ պայից սկսած ըստ էության տնային կալանքը պետք է հոսեր։ Այս սրանով է պայմանավորված մեր դիրքորոշումը պատասխան դատարանը։ Եթե դուք տակ ես մի հատ արձագանք եմ, այնուհետև գործընկերը պարոն Պողոսյանն էլ էր կարծիք ուզում հայտներ։ Ես կարծում եմ հարցի բանալին իրականում ամենից լավ թաքնված է, եթե փորձենք ժամանակի մեջ հետ գնալ։ Եթե 2025 թվականի հոկտեմբերի 16-ին դատարանը բավարարեր իմ կողմից կիրառված միջնորդությունը, ես ունեմ այն կարծիքը, որ դատարանը պարզապես անդրադառնալու էր իր օգոստոսին կայացրած որոշմանը եւ այդտեղից հոսքը գնար։ Այսինքն ասելով, որ օգոստոսին կարելի էր նաև պայմանականորեն կիրառած լինել տնային կալանք, ելնելով նոր ի հայտ եկած փաստարկից, որովհետև մենք ոչ թե խափաման միջոցը երկարաձգելու փուլում ենք այդ հարցը բարձրացրել, այլ արկան, որը կիրառված է, փոփոխելու։ Արկան օգոստոսինն է, հոկտեմբերին օգոստոսի հնարավոր փոփոխման հարցն է։ Ոչ թե նոր խափաման միջոցի, այլ օգոստոսի խափաման միջոցի փոփոխման։ Ես կարծում եմ, որ դատարանը եթե հոկտեմբերին բավարարեր, դեկտեմբերին վերստին պետք է անդրադարձ կատարենք, որովհետև դա տնային կալանքն է, որը կալանքի ժամկետի շարունակությունն է։ Սա է։ Ես այդպես եմ կարծում առնվազն եւ կարծում եմ նշված փաստարկը առավել քան տեղի։ Բայց ես նաեւ բոլոր դեպքերում վերջում իհարկե երևի պարոն Պողոսյանը թող կարծիք հայտնի, եթե դու դատարանը նպատակարար կգտնի եւս մի փաստարկ էլ կներկայացնի։ Շնորհակալ եմ։ Հազիվ այս գործով իմ սիրած թեմաներից ենք խոսում, Բոդվորժան դատական։ Հիմա քննարկել ենք իրականում այս հանգամանքը, բանալի բառը ոնց որ բանալին է հարցի լուծման, պարոն Հովհաննիսյանը բացահայտեց, անդրադառնալով հոկտեմբերի 15-ի միջնորդությանը։ Ինչա տեղի ունեցել, պարոն Վարդևանյանը արդյոք միջնորդել է 3 ամիս ժամկետով տնային կալանք կիրառել Արտուր Սարգսյանի նկատմամբ։ Պարոն Վարդևանյանը եկել է եւ նշել է օգոստոսին կիրառված 3 ամսով կալանք խափան միջոցը փոխել տնային կալանքով։ Եթե դատարանը այդ պահին փոխել տնային կալանքով, այ հաշվարկման ժամկետը, որը էլի բացահայտեց պարոն Հովհաննիսյանը, սկսվելու էր հաշվարկվել օգոստոսի սեպտեմբերի 8-ից սկսված ժամկետի վրա։ Այսինքն ինչ էր տեղի ունենում, կար որոշակի ժամկետ, որի վրա կիրառվում էր դատարանի կողմից օգոստոսի ամսաթիվով կոնկրետ չեմ հիշում, քանիսին կայացած որոշումը երկարաձգել կալանքը մինչև դեկտեմբերի 8-ը։ Այդ ժամկետի ընթացքի տակ էր պարոն Սարգսյանը։ Այդ ընթացքի մի մասից, կեսից պարոն Վարդևանյանը եկել էր ասում էր փոխեք այս ժամկետի վրա ուրիշ պայմաններ կիրառեք, ուրիշ խափան միջոց կիրառեք։ Դատարանը դա մերժել է, վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է։ Ինչով ստացվում է, որ պարոն Վարդևանյանի միջնորդությունը հոկտեմբերի 15-ին ներկայացված վերաքննիչ դատարանը բավարարել է։ Իսկ այդ միջնորդությունը այն մասին էր, որ կալանքի մնացած ժամկետի վրա այլ խափանման միջոց կիրառվի, այսինքն տարածվի այլ խափանման միջոց, տնային կալանքը։ Երկրորդ ասպեկտով եմ ուզում այդ անդրադարձը կատարեմ։ Ես համոզված եմ, եթե դատարանը հիմա այս հարցը չքննարկի, պարոն Վարդևանյանը ամսի 8-ին այդ որոշումը ձեռքը գնալու է բան, քրեակատարական հիմնարկ կամ պրոբացիա եւ այլն, այն մարդկանց, ովքեր որ պարտավոր են որոշման ժամկետի գործողության դադարեցմամբ ազատ արձակել պարոն Սարգսյանն, ասելու են ազատ արձակել։ Ու պրոբացիան անգնել ու սկսելու է զանգել դատարաններ եւ այլն, ոնց է, ինչ անենք հիմա այդ ժամկետը դեկտեմբերի 8-ին էր լրանում, մենք 8-ից հետոյի վերաբերյալ որոշում չունենք։ Ես իրավական լուծումն էլ դրա գիտեմ, որը որ կարող է խնդրահարույց լինի այս գործի շրջանակներում։ Որոշման կատարման կարգի հետ կապված խնդիր է առաջացել, որի պարզաբանումը պետքա տա վերաքննիչ քրեական դատարանը, բայց ոնց մենք հասկանում ենք, մենք դրա ժամկետը չունենք։
որովհետև այդ որոշումը, օրինակ, վերաքննիչ քրեական դատարանը պարզաբանում տվեց, ասես չէ, մինչև դեկտեմբերի 8-ն է, բայց այսօր ամսի 4-ն է դիմացը ոչ աշխատանքային օր էր, ամսի 9-ին ազատության մեջ է հայտնվելու։ Արդյոք ձեռք է տալի այս հանգամանքը մեղադրողներին այն առումով, որ եթե հայտնվեց պարոն Սարգսյանը ազատության մեջ, հետո պետք է արդեն նոր հանգամանք բերեն, որով որ կկարողանան խափան միջոցի հարցը վերստին քննարկման առարկա դարձնել։ Ես արդարության կողմնակիցն եմ այդ առումով։ Ես կարծում եմ պետք է մենք ելակետը վերցնենք, թե ինչա դատարանը մերժել, ինչ միջնորդություն է ներկայացրել պարոն Վարդևանյանը հոկտեմբերի 15-ին։ Եվ այդ միջնորդության կոնտեքստում պետք է իրականացնենք Արթուր Սարգսյանի անազատության տեսակի ժամկետի հաշվարկը։ Ներկայացվել է մինչև դեկտեմբերի 8-ը կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով, որը որ մերժվել է ձեր կողմից։ Վերաքննիչ դատարանը ասել է, չէ, պետք է բավարարվի եւ բավարարել է մինչև դեկտեմբերի 8-ը պարոն Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափան միջոցը։ Հաշվարկումը, այո, ճիշտ է, վերաքննիչ դատարանի որոշման ուժով արձանագրվել է, որ դեռևս հոկտեմբերի 15-ից պետք է Արթուր Սարգսյանը լիներ տնային կալանքի մեջ։ Այո, դեռևս այդ ժամանակվանից պետք է լիներ տնային կալանքի մեջ։ Այդ նոր հանգամանքը, ինչի հիման վրա այդ միջնորդությունը ներկայացվել է, հետո վերաքննիչ դատարանը այդ միջնորդությունը հաշվի առել ու բավարարել է բողոքը, հոկտեմբերի 15-ին է ի հայտ եկել։ Ու այդ օրվանից սկսած պետք է լիներ տնային կալանքի մեջ, դատարանը Արաչյանը հապաղել է, մենք դեկտեմբերի 1-ից ենք պարոն Սարգսյանին նկատմամբ կիրառում տնային կալանք խափան միջոցը։ Ուստի ես կարծում եմ, որ այդտեղ տարընթերցման որևէ հիմք չկա եւ հաշվարկը ժամկետի պետք է իրականացվի ի սկզբանե դատարան մուտք եղած գործի շրջանակներով ամսի 8-ը որպես վերջնաժամկետ ընդունելով։ Այդ ամսի 8-ը կարող է փոփոխվել, եթե օրինակ, չգիտեմ, ինչ որ մի պահից դատարանը եռամսյա ամսի 8-ը որոշի, որ 2 ամիս կամ 1 ամիս կամ չգիտեմ հայտնվի ազատության մեջ, հետո նորից տնային կալանքի մեջ, այդ ժամանակ այդ ժամկետով խախտում կարող է տեղի ունենալ։ Բայց միջնորդության չբավարարման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը որևէ պարագայում չի սահմանել այդ տնային կալանքի սկզբի ժամկետ, ուստի եւ այդ ժամկետը շարունակում է գործել այնը, որով որ գործը մուտք է եղել դատարան։ Պաշտպան Վարդևանյան, ինձ տպագիր օրինակ է, եթե կա որոշման, խնդրում տրամադրեք թեկուզ մատչելի տեսքով։ Պատվարժան դատարան, տպագիրը այս բան չկա, կարող ենք օրինակ ընդմիջենք, փոխանցենք գրասենյակի գործընկերներին, խնդրենք, որ տպեն։ Փոստի միջոցով է։ Լավ։ Եկեք ընդմիջենք, հա։ Պատվարժան դատարան կարելի է դիքրոշը միջև ընդմիջումը։ Այս որոշումը վերաքննիչ դատարանը կայացրել է ի գիտություն ընդունելով այն փաստական հանգամանքները, որոնք գոյություն ունեցել հոկտեմբերի 16-ին, արձանագրելով օրինակ ի տարբերություն ձեր կայացրած որոշման ինքը ավելի նվազ հիմքեր է տեսնում, այսինքն այդ բոլոր հանգամանքները վերաքննիչ դատարանին թույլ են տվել նման որոշում կայացնել, բայց պիտի ֆիքսենք, որ այդ օրվանից հետո էլ գործով փոխվել են հանգամանքներ, որոնք կարող են նոր լույսի ներքո ներկայացնել այս հարցի քննարկումը։ Հիմա տեսեք, մենք ունենք մասնագիտական որոշակի բարդ խնդիր, որ տարբեր լուծումներ ենք առաջարկում ու միանշանակ ոչ մեկը չենք կարողանում ասել լուծումը որն է, բայց ունեմ մի տարբերակ, որը 100%-ով պատասխանում է այդ բոլոր խնդիրներին։ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառում եք վարչական հսկողություն խափանման միջոցը, որը որևէ ժամկետ չի նախատեսում, հաշվի առնելով, որ գործով արդեն շատ անձինք այդ խափանման միջոցի տակ են ու նոր հանգամանքներ կարող են կիրառել լինել նաև Արթուր Սարգսյանի նկատմամբ եւ այս հարցը լուծվում է առանց լրացուցիչ բարդությունների կամ ապագայում ինչ-որ իրավական կազուսների առաջացման։ Այստեղ բարդության խնդիր չկա, ժամկետի հաշվարկման խնդիր կա։ Դրա համար որոշումը, որ ամբողջական լինի իմ ձեռքի տակ, ես արդեն հստակ կնշեմ։ Ուղղակի պատվական դատարան։ Մեկ փաստարկել ներկայացնեմ, դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, նախ այդ մասն է դատարանի մոտ։ Հա, նախ պարոն Վարդևանյանի եւ պարոն Պողոսյանի դիրքորոշումների կապակցությամբ նշեմ, որ պարոն Վարդևանյանը միջնորդել էր Առաջնայցյանի դատարանին, այսինքն Սոյի դատարանին, Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել,
ստորակել, վերացնելու անհնարինության դեպքում այն փոխել, կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, համակցություն, տնային կալանք, բացակայելու արգելք եւ գրավ 16 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե փոխարինել է խափանման միջոցը, այլ վերացրել է նախկինում կիրառված կալանքը եւ կիրառել է տնային կալանք եւ գրավ, ընդ որում սահմանել է տնային կալանքի ժամկետ, երամսյա ժամկետ։ Եվ պարոն Վարդևանյանի տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում վերաքննիչ դատարանը ըստ էության պետք է վերանայեր օգոստոսի սեպտեմբերի 8-ի որոշումը, որպեսզի կարողանա երամսյա ժամկետով տնային կալանք կիրառել եւ ժամկետը լրանալ դեկտեմբերի 8-ին։ Հետևաբար վերաքննիչ դատարանի կողմից կատարված ձևակերպումից հետևում է, որ երամսյա ժամկետով տնային կալանքը սկսել է հոսել ժամկետը որոշման կայացման պահից, որովհետև հակառակի մասին որևէ նշում դատական ակտում չկա։ Այդուհանդերձ գտնում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի դատարանը որոշմանը հասանելիություն ստանա, մի հատ նկարագրական մասին ամբողջությամբ ծանոթանա եւ եթե բավարար չլինի այդքանը որոշում կայացնելու համար, վերստին քննարկում ժամանակ։ Բարի։ Ուրեմն 30 րոպեի չափով ընդմիջում փորձենք այս ընթացքում որոշման օրինակը ստանալ եւ ես ծանոթանամ այս